Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Լեռնային Հայաստանի սպարապետ եւ ցեղակրոնության հիմնադիր Գարեգին Նժդեհին։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության եւ հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արամ Սարգսյանը եւ Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների տեխնացու Արմեն Սարգսյանը։ Բարի գալուց պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ մի փոքրիկ ընդմիջում կատարենք եւ դիտենք տեսանյութ նվիրված Գարեգին Նժդեհի կյանքին եւ գործունեությանը։ Գարեգին Նժդեհը, Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյան, ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը, հայրը Եղիշեն գյուղի քահանան էր եւ մնացել մոր տիրուհու խնամքին։ Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում, ապա ավարտել Նախիջևանի ռուսական դպրոցը եւ Թիֆլիսի ռուսական գիմնազիան, որտեղ էլ 17 տարեկան հասակից միացել է ազատագրական շարժմանը։ Այնուհետև 2 տարի ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժնում, որտեղ ուսումը կիսատ թողնելով ամբողջովին նվիրվել է հայոց ազատամարտին։ 1906-ից 1907 թվականներին սովորել է Սոֆիայի Սպայական դպրոցում։ 1907-ից 1938 թվականներին անդամակցել է Հոյդա կուսակցությանը, մասնակցել է պարսկական հեղափոխական շարժմանը։ 1909 թվականին ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում Ջուլֆայից մինչև Պետերբուրգ մնացել է ավելի քան 3 տարի։ 1912-ից 1913 թվականներին Թուրքիայի դեմ պատերազմում բուլղարական բանակի կազմում Անդրանիկի հետ ղեկավարել է հայկական կամավորական վաշտ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ճակատում եղել է կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը։ Վերջին շրջանում ղեկավարել հայ եզդիական առանձին զորամաս։ 1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը Կոտորածից։ 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի կռիվները, հնարավորություն տալով նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ եւ ապահովել Նիկողայոս մարի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում էր կուտակվել խուճապահար գաղթականությունը եւ նահանջած զորքը։ Հենց համատարած հուսալքման պայմաններում ճակատագրական եղավ Նժդեհի ռազմաշունչ ամենափրկիչ կոչը՝ դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը։ Ղարաքիլիսայի երրորդյա հերոսամարտի շնորհիվ ապահովագրվեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը, ինչում անուրանալի է Նժդեհի դերը։ 1918 թվականի վերջին նշանակվել է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից Կապանի, Արևիկի եւ Գողթանի ընդհանուր հրամանատար։ Սյունիքում Նժդեհը ստեղծեց Դավիթ-բեկյան ուխտերը, որոնց նշանաբանն էր հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար։ 1920 թվականի դեկտեմբերին հռչակեց ինքնավար Սյունիքը, 1921 թվականի ապրիլին Լեռնահայաստանի Հանրապետությունը, 1919-ից 1921 թվականներին Նժդեհի առաջնորդած Լեռնահայաստանի հերոսամարտի շնորհիվ Սյունիքը մնաց հայկական, երաշխավորվեց Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունը։ 1921 թվականից գործել է Բուլղարիայում։ Հանդես է եկել Սյունիքի կռիվների պատմության վերաբերյալ ընդարձակ հոդվածաշարով։ Գաղափարական եւ քարոզչական էական դերակատարություն ունեցան Նժդեհի Էջերի մորագրեն, Որդիների պայքարը հայրերի դեմ, բաց նամակներ հայ մտավորականությանը, իմ պատասխանը գրքերը, իսկ ցեղի ոգու շարժը եւ ամերիկայությունը ցեղը եւ իր տականքը երկերով քաղաքական հիմնավորում տվեց ցեղակրոն շարժմանը։ 1933 թվականի ամռանից մինչև 1934 թվականի աշուն գործել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հիմնելով ցեղակրոն ուխտերը, որոնք հետագա զարգացում ստացան հատկապես Բուլղարիայում։ 1937-ից 43 թվականներին Հայկ Ասատրյանի հետ հրատարակել է ցեղակրոն շարժման ռազմիկ պաշտոնաթերթը, նախաձեռնել տարոնական շարժումը։ 1944 թվականի հոկտեմբերի վերջին ձերբակալվել է խորհրդային ՍՄԵՐՇ ծառայության կողմից։ 1948 թվականի ապրիլի 24-ին Երևանում դատաքննությունից հետո դատապարտվել է 25 տարվա բանտարկության։ Նժդեհի ձերբակալությունից հետո կինը եւ զավակը Սոֆիայից աքսորվել են Բուլղարիայի Պավլիկենի քաղաք։ 1948-ից 1952 թվականները Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, ապա մինչև 1953 թվականի ամառը Երևանի բանտում։ Այնուհետև նորից տեղափոխվել Վլադիմիր, ուր եւ վախճանվել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին։
1983 թվականին Նժդեի աճյունը Վլադիմիրի գերեզմանոցից գաղտնի տեղափոխվել է Երևան։ Մասունքներն ամփոփված են Կապանում, Խուստուփի ստորոտին կառուցված հուշահամալիրում եւ Գլաձորի Սպիտակավոր վանքի բակում։ Միայն 1992 թվականի մարտի 30-ին Գարեգին Նժդեը Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։ Պարոն Սարգսյան, ձեր կարծիքով որոնք են ցեղակրոն շարժման ձևավորման նախադրյալները եւ անհրաժեշտությունը։ Կար արդյոք այդպիսի։ Անշուշտ կար, այդ մասին խոսել է ինքը Գարեգին Նժդեհը իր հիմնական հոդվածներից մեկում, որ ինձ այդպես էլ կոչում է, ինչու ստեղծվեց ցեղակրոն շարժումը եւ բազմաթիվ այլ առիթներով անդրադարձել է այս խնդրին։ Խնդիրը որն էր, որ Նժդեհը այն համոզման էր եւ ճիշտ համոզման էր, որ հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերման։ Եվ հատկապես նրան հուզող էր Սփյուռքում գտնվող հայ երիտասարդության վիճակը, որոնք հայրենիքից կտրված են կամ վաղ մանկական հասակից դուրս են եկել հայրենիքից, այնտեղ չեն վերադարձել, չգիտեն հայրենիքը, եւ ահա նրանց հոգեվիճակը այնպեսին էր, որ եւ վատասերումներ սպառնում, եւ ձուլումներ սպառնում, եւ բազմաթիվ այլ գործոններ։ Ահա նկատելով հենց երիտասարդության խնդիրը, բայց դրան գումարելով բազմաթիվ այլ գործոններ, Նժդեհը սկսում է իր ցեղակրոն շարժումը եւ առաջ քաշում հետեւյալ գործոնները, որոնք պատճառ հանդիսացան ցեղակրոն շարժման, իհարկե հետո նաեւ ցեղակրոն գաղափարախոսության ստեղծման համար, որոնք են այդ գործոնները։ Առաջինը դարեր տևող ստրկության պայմաններում, անազատության պայմաններում հայի մեջ ձևավորվել էր կրավորական կեցվածքը։ Կրավորական կեցվածք եւ հայը պատրաստ էր համակերպվելու եղած դժնդակ պայմաններում։ Իսկ վերջին 50 տարիների մեր ազատագրական շարժման, դարձյալ Նժդեհին եմ կրկնում, ազատագրական շարժման անհաջողությունները հանգեցրեցին նրան, որ հայի մեջ կրավորական կեցվածքից բացի ձևավորվեց նաեւ պարտվողական հոգեբանությունը։ Ուրեմն առաջին լուրջ գործոնը, որը նրան ստիպեց զբաղվել ահա ցեղակրոն շարժմամբ։ Իսկ կրավորականություն եւ պարտվողական հոգեբանությունը Նժդեհն ասում է մարդուն ազգին դարձնում են մի տեսակ քաղաքական մուրացկան, իսկ մուրացկանի նկատմամբ մարդկանք առանձնապես գոյություն չունի։ Կարող են խղճալ։ Այո, կամ բացակայում են։ Կարող են խղճալ, կարող են մուրալ, բայց ոչ ավելին։ Ուրեմն առաջին, որպեսզի դուրս գայ այս վիճակից ժողովուրդը, այդ կրավորական կեցվածքից եւ պարտվողական հոգեբանությունից, իդեպ լավագույն օրինակը, որ նա բերում է կրավորական կեցվածքի ու պարտվողական հոգեբանության 1920 թվականի Կարծիբերդի անկումներ, երբ մենք թվապես գոնե եղել է մի պահ, որ մենք թվապես ռազմական տեսակետից ավելի ուժեղ ենք, ավելի շատ ենք քանակապես, քան թուրքը, ավելի շատ բարին ունենք, ավելի լավ զինված ենք, բայց այնուամենայնիվ չկարողացինք ու պարտվեցինք հենց այդ կրավորական կեցվածքի ու պարտվողական հոգեբանության պատճառով։ Ուրեմն սա առաջին լուրջ հիմնական գործոնը։ Երկրորդը, գիտեք ոնց, այսպես է, ամենուր է այսպես, որտեղ սոցիալական վատ, սոցիալ-հոգեբանական վատ վիճակ, այնտեղ կրոնական ուղղությունների, հատկապես աղանդավորական շարժման ակտիվություն։ Նույն բանը դիտվում էր նաև Սփյուռքում հայկական գաղթօջախներում։ Ի հայտ են եկել բազմաթիվ կրոնական խմբեր, աղանդեր, որոնց մի մասին Նժդեհն անվանում էր ռուհչիներ, թե ինչի չգիտեմ։ Թուրքերեն թե ինչ բան է։ Այդ ռուհչիները քարոզում էին հայկական միջավայրում, որ հայի իրական հայրենիքը մեկը իրականանալի չէ։ Եվ այդ պատճառով հայը պիտի պայքարի երկնքի քաղաքացի, երկինքը իր հայրենիքը դարձնելու համար։ Ուրեմն երկրորդ կարևոր գործոնը, որ այդ աղանդավորական շարժման տարածումն էր, եւ երրորդը թուրքերի վարած հակահայ քաղաքականությունը, երբ վարձու Եվրոպայում, Ամերիկայում գտնվում վարձու գրչակներ, վարձատրում են եւ նրանք գրում են գործեր, որոնցով փորձում են հիմնավորել, որ հայը հայրենիքը չսիրող, հայը մշակույթ չունեցող, հայը թափառական աստանդական ժողովուրդ է։ Իդեպ ասում նույն բան անում են այսօրվա այդ մեծ թուրքերի երիտասարդ բարեկամներ Ադրբեջանն են նույն բանն անում, նույն քաղաքականություն, նույն քարոզություն տանում է արևմուտքում։ Դրան ավելանում են նաեւ մեր հին կուսակցությունների վարած քաղաքականությունը, որոնք գտնում են, որ արդեն հավանաբար պիտի դադարեցնել թուրքերի դեմ պայքարը, հակառակը միանալ թուրքերի եւ պայքարել խորհրդային իշխանությունների դեմ եւ այլն։ Չերկարացնեմ, որտեղ երևի լարիթ կլինի կանդրադառնանք, այն հիմնական գործոնները,
որոնք ստիպեցին Նժդեհին զարգ տալ ցեղակրոն շարժմանը եւ գաղափարախոսությանը եւ գտնել, որ այդ վիճակից պիտի դուրս գալ ինչպես ցեղային արժեքների ճանաչման։ Այսինքն ցեղակրոն շարժման սկզբնավորումը եւ ցեղակրոն գաղափարախոսության ձևավորումը պայմանավորված, այո, օբյեկտիվորեն պայմանավորված գործոններ են եւ գտնում են, որ դրանից դուրս գալու միակ ելքը ցեղային արժեքները ճանաչելն է, ցեղային արժեքներով առաջնորդվելն է եւ պայքարելն է այդ ցեղային արժեքների համար։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք ցեղակրոն եւ ցեղակրոնություն եզրերին, տերմիններին, դրանց ցակումնաբանությանը, դրանց նշանակությանը։ Նախ այդ տերմինների բացատրությունը կամ բացորոշումը իրականացնելուց առաջ մի հանգամանքի վրա կցանկանամ ուշադրությունը հրավիրել։ Չգիտես ինչու մեզանում տարածված այն մոտեցումը, երբ որ Նժդեհի մասին խոսում ենք, անընդհատ շեշտադրումը դնում ենք Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա, անշուշտ ցեղակրոն ուսմունքը նրա ստեղծագործական ժառանգության յուրահատուկ փուլի արտահայտություն է, բայց պետք է նշենք, որ Նժդեհի մեծությունը բնավ չի կարող սահմանափակվել ցեղակրոն ուսմունքի շրջանակներում, քանզի մինչև ցեղակրոն ուսմունքը գրած գործերը եւ հետ ցեղակրոնյան գործերը այդ հավաքականությունը գործերի հնարավորություն է տալիս Նժդեհի իբրև մտածողի եւ ինչու՞ չէ նաեւ իբրև գաղափարախոսի ընդհանրական դիմագիծը հասկանալի դարձնելուն եւ նաեւ կցանկանամ նշել, որ ցեղակրոն ուսմունքում տեղ գտած բազմաթիվ գաղափարներ անհնարին է հասկանալ, եթե մենք մնում ենք բացառապես ցեղակրոն ուսմունքի շրջանակներում։ Խոսքը վերաբերում է եւ արյան պաշտամունքի դրույթին, խոսքը վերաբերում է եւ ուժապաշտության դրույթին եւ այլն։ Այդ դրույթներին կանդրադառնանք, իսկ ինչ վերաբերում է առանցքը ցեղակրոնությունն է Նժդեհյան գաղափարախոսության ուսմունքի, բայց դրանով չի սահմանափակվում։ Այո, ես այն համոզման եմ, որ ցեղակրոնությունը գաղափարախոսական երևույթ էր, բայց ոչ փիլիսոփայական ուսմունք եւ Նժդեհ մտածողի հայացքները մենք կարող ենք վերհանել մինչեւ ցեղակրոն ուսմունքը եւ դրանից հետո գրված գործերում, բայց դա բնավ չի նշանակում, թե ցեղակրոն ուսմունքը այսօրվա հայրականության համար անելիք չունի։ Իսկ ինչ վերաբերում է այդ եզրերի հստակեցմանը, ապա մեզանում էլի կա մի մտամոլորություն, որ ցեղակրոնությունը կարծես ինչ-որ նոր կրոնական համակարգ է, կամ Նժդեհի այո, կրոն հարցը որոշակի, այսպես ասենք, խառնաշփոթի տարանբեռնումների հիմք է հանդիսանում, բայց ցեղակրոնը նա է, ով հանդես է գալիս որպես ցեղային արժեքների կրող։ Այն էակն է, այն կերպարն է, ով ճանաչում է իր ցեղը, իր բովանդակ մեծության եւ ողբերգության տկարությունների եւ առավելությունների կոնտեքստում, համատեքստում եւ այդ ինքնաճանաչության դիրքերից հանդես է գալիս որպես այդ արժեքները հավետանականին կամրջելու կամքի կրող։ Աճարյանն էլ բացատրում է։ Այո, Աճարյանի մոտ եւ կրել իմաստ ունի, այդ իսկ պատճառով հենց ցեղակրոնը նախ եւ առաջ ցեղային արժեքները կրողն է, այլ ոչ թե նոր կրոնական համակարգի դիրքերից հանդես եկողը։ Այսինքն կարող ենք փաստել, որ ցեղակրոնությունը կամ ցեղակրոն դա ամենևին էլ կրոնի կրոնական հասկացողության հետ կապ չունի։ Ոչ միայն կրոնական, առավել եւս որևէ աղանդավորական հոսանքի հարման հետևորդ լինելու իրողության հետ որևէ կապ չունի։ Կարելի է։ Ուրեմն ես առանց այն համոզմանն եմ, որ երբեմն մեր մտավորականության միջավայրում կրոն հասկացությունը շատ ավելի լայն իմաստով է օգտագործում, քան թե կրոն բառը իր ավանդական իմաստով։ Եվ ես կարծում եմ, որ նույն բանը դիտվում է նաեւ Նժդեհի մոտ։ Այդտեղ պիտի ընթերցել Նժդեհի մոտ կրոնը ոչ թե ավանդական է գաղափարախոսական կրոնապաշտպանքային, այլ որպես հավատանք։ Այդ մարդու հավատամքը դա էր, որը պիտի հավատանք ոչ կրոնական առումով։ Հավատամք, դավանանք ունենք, չէ՞, հավատամք հասկացությունը ոչ կրոնական։ Դա իմ հավատամքն է։ Ես լինելով աշխարհիկ, ազատ, ապակրոն մարդ, ունեմ իմ հավատամքը, իմ դավանանքը։ Ահա, նույնպես Նժդեհն ուներ իր հավատամքը, իր դավանանքը, որին անվանում էր կրոն, այստեղ արդեն ոչ ավանդական, ոչ բան այդ բուն իմաստով օգտագործված։ Շնորհակալություն։ Այժմ պարոն Սարգսյան, անդրադառնանք ցեղակրոնության հիմքում կած հետևյալ երկու կարևոր սկզբունքներին։ Առաջինը, որ մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք, եւ երկրորդ, մեզ պետք եղած ուժը պարտավոր ենք փնտրել մեր մեջ։ Ընդ որում այս ամենը, այս սկզբունքները նաեւ արդիական հնչեղություն ունեն։ Անշուշտ Երբ ես խոսում եմ ցեղակրոնության դրդապատճառների առաջացման մասին, երբ ասացի պարտվողական հոգեբանության մասին, այդտեղ հենց Նժդեհը դրա մասին է ասում է փոխանակ մենք հույսներս մեր վրա դնենք, մենք սկսեցինք հովանավորներ փնտրել եւ պարտվեցինք հենց այդ պատճառով, որ հովանավորներ փնտրեցինք եւ կարծեցինք թե աշխարհում մղվող բոլոր քրիստոնեական պատերազմները մղվում են մեզ համար։ Միշտ այդպես չի։ Դու պետք է առաջինը քո վրա հույս դնես, քո բազկի վրա հույս դնես,
լինես արի ու արիադավան, որպեսզի կարողանաս հաղթել։ Հիմա օտարները կօգնեն մեզ, կօգնեն որպես օգնող եւ ոչ թե զինակից եւ ոչ թե հույսը կդնես, որպեսզի գանակը կօգնեն այն դեպքում, երբ որ մենք ուժեղ լինենք։ Առաջին եւ հարգում են աշխարհն հարգում է ուժերին։ Թույլին ոչ մեկը չի օգնի։ Կարծեմ բազմաթիվ տեղերում ասում են, որ դու միշտ պիտի ճշնամու ցույց տաս, որ դու ես ուժեղ ես եւ միշտ պատրաստ ես պատերազմելու եւ հաղթելու։ Այս իմաստով։ Մյուսը ո՞րն էր։ Մեզ պետք եղած ուժը փնտրենք։ Այո, անպայման պիտի փնտրենք մեր մեջ եւ առաջնորդվենք, չմոռանամ հիմա անգիր ասեմ նժդին, առաջնորդվել մեր վճռական մենակի հոգեբանությամբ, առաջնորդվել վճռական մենք ենք մեր կռիվն է։ Մենք ենք մեր կռիվն է, անշուշտ վճռական, եթե եղավ վճռական մենակ տվեցիր քու կռիվը պատերազմեցիր, այդ դեպքում հաղթանակի Աստվածուհին հաղթանակի պեսակը գտնի քուճակատին որպես հենց վճռական մենակի հոգեբանությունով էր նաև պայմանավորված Արցախյան պատերազմում մեր հաղթանակը։ Այո։ Այսինքն Նժդեյան այս սկզբունքը, ցեղակրոնության այս սկզբունքը նաև Անշուշտ իր արդիական հնչեղություն ունի եւ կյանքում ապացուցվեց։ Եթե թույլ կտակ վճռական մենակի հետ կապված մի փոքրիկ լրացում անեմ, նաև մեր ուժերը մեր մեջ փնտրելու գաղափարի հետ կապված, այո, Նժդեհ Կարսյանքման անգամ պատճառներին պարոն Սարգսյանը ինչպես նշեց, անդրադարձել է եւ նաև նշում է, որ մենք այնտեղ պարտվեցինք, որտեղ չունեինք վճռական մենակի հոգեբանություն։ Մեր մեջ կա այն մտամոլորությունը, որ վճռական մենակը կարծես հանդես է գալիս մշակութային ինքնամեկուսացվածության դիրքերից, բայց սա որևէ կապ չունի Նժդեհի վճռական մենակի հետ։ Նժդեհի վճռական մենակը նախ եւ առաջ հանդես է գալիս ինքնորոշվածության դիրքերից եւ հետայդու սահմանում իր համար ցանկալի կողմնորոշումների շրջանակը, նա է իր այոների եւ ոչերի հեղինակը, այլ ոչ թե ուրիշների պարտադրած սցենարների կրավորական համահեղինակը։ Եվ երկրորդ Նժդեհի խորին համոզմամբ մարդը գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ։ Այսինքն մենք այսօր այն չենք, ինչ որ կարող ենք լինել եւ պետք է որ լինենք, եւ ինքնաճանաչությունը, հայրենաճանաչությունը պիտի լինի այն կամուրջը, որովհետեւ մենք կարողանանք մեր մեջ առկա այդ իմանենտ ներքին ուժերը վերագտնելու եւ նոր որակի իրականություն կերտելու համար։ Այդ առումով որպես մտքի խոսակցության տրամաբանական շարունակություն, պարոն Սարգսյան, խնդրի անդրադառնայք ցեղականության մի շարք հիմնադրույթների, մասնավորապես հայրենապաշտություն, այրան եւ լեզվի պաշտամունք, ուժապաշտություն, առաջնորդապաշտություն։ Այո, ցեղակրոն ուսմունքի մեջ պաշտամունքային մի քանի օբյեկտներ են տեղ գտել։ Այս առումով կառանձնացնեի ուժապաշտության դրույթը, այրան պաշտամունքի դրույթը, լեզվապաշտությունը, հայրենապաշտությունը, բայց հաշվի առնելով նաև ժամանակի սղությունը, կփորձեմ առավելագույնս կարճ մի քանի գնահատական ներկայացնել։ Ուժապաշտության դրույթը եւս մեզանում խեղաթյուրված է հաճախ մեկնաբանվում։ Անգամ հեղինակներից մեկը այսպիսի մի հետաքրքիր արտահայտություն է անում, հեղինակին չեմ նշում, որտեղ չեմ ուզում երևույթի դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե կոնկրետ անձանց։ Ասում է, որ Նժդեհի ցեղակրոն ուսմունքը չի կարող ազգային գաղափարախոսության հիմք հանդիսանալ կամ գաղափարախոսություն լինել, չնայած այս հարցը կարող ենք մի կողմ թողնել որպես քննարկման հարց, ինչու, որովհետև Նժդեհը արդարացնում է ուժը, իսկ եթե արդարացնում է ուժը, դրանով իսկ կարծես դեմ է դուրս գալիս հայք դատի խնդիրների դեմ, որովհետև այդ նույն տրամաբանությամբ թուրքերը կարող են ասել, որ իրենք ուժեղ էին, հետևաբար իրավունք ունեցան հայերին կոտորելու։ Ուժազելով նկատի ունի արդարացի ուժը։ Այս առումով ես Նժդեհի շուրթերով կցանկանամ պատասխանել։ Նժդեհը դիմում է գերմանացի մտածող Շոպենհաուերին եւ ասում է. ըստ Շոպենհաուերի մարդը ցավ է պատճառում դիմացինին սեփական ցավը մեղմելու համար։ Կարծես ուրիշի ցավը մի տեսակ դարման է սեփական ցավի դեմ։ Այս իսկ պատճառով թուրքական գազանություններն է պետք է բացատրել անհատ թե հավաքական թուրքի տկարությամբ եւ այդ տկարության նվաստացուցիչ գիտակցությամբ։ Այսինքն դա ուժի հետ կապ չունի։ Իսկ ինչը ուժի հետ կապ ունի։ Այս առումով մի ընդհանրապես արտահայտություն Նժդեհից, ասում էր Քրիստոս սիրում էր, որովհետեւ ուժեղ էր։ Միայն նա կարող է սիրել, ում հոգու բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան։ Այսինքն Նժդեհյան ուժը կենսամետ էր, այլ ոչ թե կենսասպան։ Ինչ վերաբերում է այրան պաշտամունքի դրույթին, այո, ցեղակրոնության մեջ կա այրան պաշտամունքի դրույթը, որը նախատեսում է խառնացեղ ամուսնությունների արգելք։ Եվ շատերը մեկնաբանում են այրան պաշտամունքի դրույթը այն տեսանկյունից, թե իբր Նժդեհը ազգը կենսաբանականացնում է, ցեղը կենսաբանականացնում է, եւ սրանով իսկ կարծես տուրք է տալիս օտար ցեղապաշտական հոսանքներին։ Իմ խորին համոզմամբ ցեղակրոն ուսմունքում պաշտամունքային օբյեկտների շարքում այրան պաշտամունքի ներմուծումը պայմանավորված էր ոչ թե էնդոգամիայի կենսաբանական դերի նշանակության գիտակցմամբ, դերի եւ նշանակության գիտակցմամբ, այլ նախ եւ առաջ էնդոգամիայի սոցիալական դերի եւ նշանակության գիտակցմամբ։ Ինչու՞, որովհետեւ ինչպես պարոն Սարգսյանը սկզբում նշեց, կար էթնիկ ձուլման վտանգ։ Իսկ հայերը, մասնավորապես քրիստոնեական միջավայրում, հեշտ են ձուլվում։
ամուսնանում են օտարազգիների հետ եւ դոմինանտ, այո, մշակույթի պայմաններում կար։ Մի այսպիսի արտահայտություն ունի ցավոք սրտի նժդեհագիտական գրականության մեջ հաճախ ուշադրության չի արժանում այդ դատողությունը, ասում է խաղաղության ժամանակ գուցե կարելի ապրել առանց ցեղակրոնության, վտանգի ժամանակ երբեք։ Այսինքն նա դրանով ցույց էր տալիս, որ ցեղակրոնությունը եւ ակնարկում էր, որ ցեղակրոնության մեջտեղ գտած որոշակի գաղափարներ նաեւ պատմական, քաղաքական իրողությունների հրամայականներին դիմագրավելու հետևանքով դրանով էին պայմանավորված։ Մյուս դրույթը կապված էր ցեղակրոնության մեջ առկա անհատամիջոց է ազգանպատակ։ Իմիջիալոց իդեպ սա հիմք է հանդիսացել զուգահեռներ անցկացնելու համար Նժդեհի ցեղակրոն ուսմունքի եւ ֆաշիստական գաղափարախոսության։ Այդ հարցին առանձին Լավ, կանդրադառնանք։ այդ ժամանակ այդ խնդրին կանդրադառնամ, ինչ վերաբերում է հայրենապաշտությանը եւս շատ կարեւոր բան, մի մտամոլորություն էլի ցավով պիտի փաստեմ կա, որ շատերի կարծիքով Նժդեհը հայերից այն կողմ աշխարհ չէր տեսնում, Նժդեհը կարծես գավառական հայրենասիրություն, բայց նա առանձնացնում էր հայրենասիրության երկու տեսակ, ի թիվս այլ տեսակների, բայց առանձին դիտարկում էր բնազդային եւ գիտակցված հայրենասիրությունը, նշելով, որ յուրաքանչյուր մարդ լույս աշխարհ է գալիս բնազդային հայրենասիրության որակով, բայց սա Նժդեհի համար սակավարժեք էր, քանզի կարևորը գիտակցված հայրենասիրությունն է։ Եվ մի շատ հետաքրքիր բան կա, անպայման կուզենամ սրա հետ կապված ասել, Նժդեհը դիմում է Անրի Բերգսոնին, ինտուիտիվիզմի խոշոր ներկայացին, Բերգսոնին հղում կատարելով ասում է, թե ճանաչողությունը հնարավոր է այն եւ միայն այն դեպքում, երբ որ կա սերն առ ճանաչելին, երբ որ ճանաչողը կարծես մտնում է ճանաչվողի մեջ, ներսից է նայում, ընդ որում տարածական իմաստով չհասկանանք։ Այսինքն բնազդային հայրենասիրությունը ըստ Նժդեհի նախապայման է հայրենաճանաչության, իսկ հայրենաճանաչությունը կամուրջ է դեպի ճշմարիտ հայրենասիրություն կամ հայրենասիրությունը գիտակցական մակարդակի բարձրացնելու։ Եվ Նժդեհը մի շատ կարևոր միտք է ասում, կուզենայի, որ բոլորը անպայման իմանային, ասում էր իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում։ Այսինքն հայրենասեր լինել նշանակում է ճանաչել մարդկայնորեն այն լավագույնը, համամարտկայինը նաև, դառնալ դրա գիտակից կրողը եւ դառնալ դրա պաշտպանը։ Շնորհակալություն։ Ու այս իմաստով շատ ներողություն միանգամայն ճիշտ չի, արդարացված չի եւ ցեղակրոնություն երբեմն համատում են ռասիզմի հետ, համատում են ֆաշիզմի հետ, Այդ բոլոր համեմատությունների սնանկ լինելը, պարոն Սարգսյան, կանդրադառնանք։ Այո, առնչություն չունի, Եվ որտեղ հերոստատիտողներին ցույց կտանք, որ այդ նման մեղադրանքներ եւ համեմատությունները, նույնականացումները միանգամայն սխալ են։ իր մշակույթը չսիրողն ուրիշ մշակույթի չսիրի։ Միանգամայն գրված համից։ Հարգելի հերոստատիտողներ, այժմ տեսնենք, թե մեր համակարգացիները, մեր հայրենակիցները ինչքանով են ծանոթ եւ տեղյակ Գարեգին Նժդեհի գործունեությանը եւ ապա կրկին կվերադառնանք մեր տաղավարին։ Նժդեհի մասին դες հայ կա, որ չիմանա թե նա ինչ մարդ է։ Նա մեծ ստրատեգ մարդ ա եղել, զինվորական կրթությունով լավ բարձրագույն։ Մեր Հայաստանում ես կասեի նման մարդ երևի չկա։ Միակ մարդը ինձ համար հայրենասեր հայապաշտ իր երկրի կարգ ու կանոնի, իր սահմանների, իր մարդկային այն մեծ այն թասիբն ու նամուսը թող ամեն մի հայ ունենա։ Մեր ազգի համար շատ կարևոր պետական ու ազգային գործիչ, ազգի զինվոր, փիլիսոփա։ Նա վայրի բերումների մեջ շատ է եղել։ Բազմաթիվ, նույնիսկ իր հարազատների կողմից ինքը դավաճանվել է։ Կյանքում էլ մոտարապես դու գիտեք, թե ինչպես նա իր կյանքը ավարտվեց։ Այն չէր, նա շատ բան էր արժանի, որպես ազգային գործիչ, որպես ցեղակրոնիստ, շատ մեծ մարդ էր։ Բոլոր դեպքերում հայ երիտասարդի համար նա պարծանք է։ Կապանում ստեղծեց Լեռնա Հայաստան, ասիկը Զանգեզուր Սյունիք աշխարհը միավորեց պայքարելու ընդդեմ կարմիր 11-րդ կարմիր բանակի դեմ։ Նժդեհը մեր ազգային հերոսներից հերոսը։ Պարոն Սարգսյան, դուք որպես արդեն տասնամյակների դասախոսական աշխատանքի փորձ ունեցող, այսինքն մեր երիտասարդության եւ երիտասարդության ավելի ակտիվ հատվածի ուսանողության հետ ամենօրյա շփումների բավականին փորձ ունեցող, կընտրեի ներկայացնեք, թե ինչքանով է ծանոթ տեղյակ մեր երիտասարդություն, ուսանողությունը, ինչքան է նրա մոտ այդ հետաքրքրությունը եւ անգամ սերը արկա Նժդեհի ոչ միայն անձի, այլև նրա
տեսական ժառանգության նկատմամբ։ Փորձում ենք մենք ինքներս դա հաղորդել։ Հա։ Սկսենք գործից։ Ուրեմն, որպեսզի ուսանողությունը տեղյակ լինի եւ զուտ խոսակցություն այն կողմ չգնա, մենք մեր բուհական ծրագրերում փիլիսոփայության դասընթացի փիլիսոփայության առարկայի ծրագրում հայ փիլիսոփայության պատմության բաժնում հատուկ տեղ ենք հատկացրել 20-րդ դարի առաջին կեսի հայ փիլիսոփայական մտքին, ազգայնական փիլիսոփայության եւ այստեղ ծավալուն կուրս ենք կարդում Գարեգին Նժդեհի հայացքների վերաբերյալ, որպես ապացույց իմ դասընթացի այդ մի հսկայական հատված մեն Նժդեհի Այսինքն դա փիլիսոփայության պատմության դասագիրք է, որտեղ դասագիրք է, ամբողջական փիլիսոփայության, որտեղ հայ փիլիսոփայության եզրափակիչ հատվածում 20-րդ դարի փիլիսոփայության մեջ ամբողջական հատված է ներկայացված Գարեգին Նժդեհի դա պետականորեն հաստատված մեր առարկայական ծրագիրն է, այո, որ հաստատված է մեր համալսարանի գիտական խորհրդի կողմից։ Այդ դասընթացի պայմաններում մենք բոլոր փիլիսոփայություն դասավանդող դասախոսները կարդում են Նժդեհ, հանձնարարում են սեմինար պարապմունքներ, ընդ որում նույնը ոչ միայն ուսանողության, այլև նույն ծրագրով մենք մի քիչ ավելի բարդ կազմում ենք նաև ասպիրանտների համար։ Այսինքն դասախոսական կուրս է կարդացվում Նժդեհի աշխարհայացքի Նժդեհի փիլիսոփայության հետ կապված։ Հաջորդ այդ կոնֆերանսը կազմակերպեց, այլևս ռեկտորի անուն չեմ տալիս, եւ այդ արդյունքում մենք հրատարակեցինք Նժդեհին վերաբերող ժողովածու, որին մասնակցում են նաև անպայման ժողովածու, որին մասնակցեցին ոչ միայն մեր ամբիոնի, այլև համալսարանի մյուս ամբիոնի դասախոսները։ Իսկ ուսանողները մասնակցություն ունենում են։ Անշուշտ ուսանողները նույնիսկ ռեֆերատներով են հանդես գալիս Նժդեհին վերաբերող, սա էլ այն հատվածը, որտեղ իրականացնում է այդ կոնֆերանսը եւ ներկայացնում է այս գիրքը։ Մի խոսքով ուսանողների հետաքրքրությունը շատ մեծ է Նժդեհի նկատմամբ, որտեղ նրանք ոչ միայն այդ մեր կարդացած նյութով հանրարարված գրականություն են կարդում, այլև կարդում են նաև անմիջապես սկզբնաղբյուրներ, կարդում են անմիջապես Նժդեհ, եթե գրականություն Նժդեհին չեն ճարում, ապա մտնում են ինտերնետ, այնտեղ ինչ նյութեր որ ճարում են Նժդեհի մասին, գալիս ներկայացնում։ Կարող ենք փաստել, որ ուսանողության հետաքրքրությունը Նժդեհի աշխատանքների նկատմամբ միայն պարտադրանքի կամ պետական ուսումնական ծրագրի Ես ձեզ ասեմ, որ մեր ամենահետաքրքիր դասախոսությունը, ամենալարված եւ քննարկվող դասախոսությունը դառնում է Նժդեհին վերաբերող թեմայի դասախոսություն, որտեղ հենց այնտեղ անշուշտ, որտեղ հայրենաճանաչության, այդ հայրենաճանաչության մեջ, հայրենատեր լինելու, ազգային արժեքներին տեր կանգնելու ամբողջ խնդիրները մեր երիտասարդության հուզող խնդիրներն, որտեղ ես երկրի տեր դայնանի վաղ միսօր մեր երիտասարդությունն է, այնպես որ անշուշտ մեծ է հետաքրքրությունը ու լավ է որ այդ երիտասարդության մեջ միայն խոսքով չէ գիտենալը Նժդեհին, այլև կարդալով, յուրացնելով, գործով, այո։ Շատ բարի, շնորհակալություն։ Հուսանք, որ մեր բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում է այդպիսի վիճակ եւ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ եթե տասնամյակներ շարունակ Նժդեհը իր ստեղծագործական ժառանգությամբ անհասանելի էր լայն հանրությանը, շատ քչերի տեղյակ էին, շատ քչերին էր հասու, ապա արդեն մեր անկախության հռչակումից հետո Նժդեհը դարձավ բոլորի սեփականությունը եւ արդեն պետական հովանավորությամբ Նժդեհի ստեղծագործությունների բազմաթիվ հրատարակություններ եղան։ Պարոն Սարգսյան, դուք երիտասարդ տարիքին, բայց արդեն ձեր որոշակի խոսքը ասել եք, մեր հեռուստադիտողներին ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր հարգարժան հյուրը Նժդեհյան գաղափարախոսության վերաբերյալ հատուկ գիտական ատենախոսություն է պաշտպանել եւ այդ գրքով նաեւ հրատարակել։ Մի քանի խոսք, եթե կարելի է, ասեք, երիտասարդության աշխատանքների հետ կապված։ Երիտասարդության հետ կապված աշխատանքների մենք պետական համալսարանում փիլիսոփայության բաժնում, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները առանձին դասընթաց են անցնում հայ փիլիսոփայության պատմություն խորագրով, որի շրջանակներում նաեւ ծրագրով նախատեսված կա առանձին անդրադարձ Նժդեհի որպես մտածողի նրա ստեղծագործություններին եւ ոչ միայն Նժդեհի, այլ նաեւ Նժդեհի գաղափարակից ընկեր Հայկ Ասատրյանի
հայացքներին անդրադարձ, ես կոնկրետ իմ դասախոսությունների ընթացքում ըստ անհրաժեշտության, շեշտում եմ ըստ անհրաժեշտության, որոշակի զուգահեռներ անցկացնելու ժամանակ տարբեր դասընթացների շրջանակներում երբեմն Նժդեհի խոսքերը վկայակոչում եմ, բայց հիմնականում Նժդեհի քարոզը երիտասարդության շրջանակ, չասեմ քարոզը, ավելի ճիշտ Նժդեհի հայացքների ներկայացումը, որովհետև կա այդ բացը, հիմնականում իմ պարագայում տեղի է ունենում, այսպես ասենք, այլընտրանքային նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ես բազմիցս մասնակցում եմ հրավիրվում եմ բազմաթիվ դասախոսությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար երիտասարդությունը ներկայացնող եւ ոչ միայն երիտասարդությունը ներկայացնող, նաեւ Արցախում եմ դասախոսություններ ունեցել համասարանի շրջանակներում կա Վարդանան կապումը։ Այո, համոզված կարող ենք մեր հեռուստադիտողներին ներկայացնել, որ հետաքրքրությունը բավականին ակտիվ է։ Իմ խնդիրը, այո, հետաքրքրություն միանշանակ է, ընդ որում ասեմ, առաջին կոնտակտը ստեղծելն է ամենաբարդը։ Երբ որ սկսում են Նժդեհին առնչվել ստեղծագործությունների մակարդակում Նժդեհի, այդ դժվարությամբ են կտրվում, մասնավորապես էջերի մորագրեն, բացնամակներ հայ մտավորականությանը, որդիների պայքարը հայրերի դեմ, բանտային գրառումներ եւ այլ գործերի հետ կապված։ Դե հենց մեր այսօրվա հաղորդումն էլ միտված է այդ նպատակին։ Պարոն Սարգսյան, շարունակելով մեր խոսակցությունը, խնդրի անդրադառնանք Նժդեհյան ուսմունքի կամ ցեղակրոնության եւ օտար ազգայնական ուսմունքներին, դրանց նմանություններ, տարբերություններին։ Կնճռոտ հարց է, որովհետև մեզանում շատ է մեղադրանքի խոսք ուղղվում այս առնչությամբ Նժդեհի։ Ես այս առումով հիշում եմ գերմանացի հայտնի մտածող Լիխտենբերգի խոսքերը, ասում է գիրքը նման է հայելու, եւ եթե նրա մեջ կապիկ է նայում, անհնարին է այնտեղից առաքյալի դեմքը երևա։ Այսինքն շատերը ինտելեկտուալ կապկի տեսողությամբ են Նժդեհին մոտենում, կանխավ փորձում են որոշակի կաղապարի մեջ մտցնել։ Օտար ցեղապաշտությունների հետ զուգահեռները ըստ էության հիմնավորված են։ Անշուշտ ընդհանրություններ կան, որևէ մեկը չի կարող հերքել ընդհանրությունը։ Ամբողջ խնդիրը այն է, որքանով են այդ ընդհանրությունները էական։ Նացիզմում կա ցեղի հասկացությունը, ցեղակրոնությանը մեջ կա ցեղի հասկացություն, բայց սրանց բացորոշումները, ըմբռնումները եւ համապատասխան հետեւությունները տարբեր են։ Սկսենք առաջինից։ Անհատը միջոց է ազգը նպատակ կարգախոսից, որը հիմք է հանդիսացել Նժդեհին ֆաշիզմական հագուստով ներկայացնելու համար, որտեղ մենք շատ լավ գիտենք ամբողջատիրական ռեժիմների օրոք անհատը դիտվել է սովորաբար որպես միջոց, ազգը նպատակ եւ հանուն այդ գաղափարի իրականացման միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են։ Նժդեհի մոտ այս արտահայտությունը այո կա, բայց այլ բացորոշմամբ։ Նժդեհը այս արտահայտությունը հասցեագրում էր յուրաքանչյուրին, բայց ոչ թե այլոց նկատմամբ կիրառելու համար, այլ սեփական անձի նկատմամբ խստապահանջություն ձևավորելու նպատակով։ Այլ կերպ ասած, եթե իմ բառերով ձևակերպեմ, այս կարգախոսը նշանակում էր հետևյալը. սեփական անձդ զրկված չէ միջոցի կարգավիճակով ներկայանալու պարտավորեցնող իրավունքից։ Եվ ինքը մի հետաքրքիր արտահայտություն է անում, ասում է ամենուրեք, անհատ թե դասակարգ, կամովին, շեշտում եմ կամովին, սահմանափակում են իրենց իրավունքները եւ այդ զոհաբերության ակտը ոչ թե նսեմացնում է մարդկային անհատը, այլ ընդհակառակը մեծապես ուժավորում, հարստացնում նրա կյանքը։ Այն մարդիկ, ովքեր չեն խորշում իրենց որպես միջոց դիտարկելուց, ըստ էության իրենց դիտում են որպես նպատակ, քանի որ նպաստում են սեփական եսի հաղթահարմանը եւ նոր որակով ներկայանալուն։ Նացիզմի հետ կապված զուգահեռները հաճախ կապվում են այրան պաշտամունքի դրույթի հետ, բայց այստեղ էլ զուգահեռները անհիմն են։ Եթե անգամ ընդունենք, որ Նժդեհը կենսաբանական իմաստով է այրան պաշտամունքը, եթե անգամ ընդունենք ներմուծե ցեղակրոն ուսմունքի շրջանակներ, այնուամենայնիվ պիտի նաև նկատենք, որ նացիզմին նացիզ դարձնում է ոչ թե այրան պաշտամունքը, այլ դրանից բխեցվող սոցիալական աստիճանակարգերը։ Նժդեհի այրան միստիֆիկացիան, եթե ընդունենք, որ միստիֆիկացնում է, արյունալի միստիֆիկացիա չէ։ Շատ բարի, այսինքն կարող ենք ասել, որ նաև Նժդեհյան ուսմունքը դա ամենևին էլ ռասիստական չէ, բացարձակապես այլամերժություն չի քարոզում։ Մի կարևոր արտահայտություն անեմ, ինձ թվում է այս արտահայտությամբ Նժդեհը այդ հարցի պատասխանը տալիս է։ Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության հայ եմ ես, մտածումով ու ապրումներով սակայն ես մարդ եմ, համամարդ։ Շնորհակալություն։ Կարելի է այդ մի դեպքի մասին պատմեմ, ուրեմն տարիներ առաջ էր Նժդեհի մասին ուսմունքների ծանոթացում նոր էր սկսում եւ գիտեք, որ առաջին, ջատագովը Նժդեհին շրջանառության մեջ դնողը Մուշեղ Լալայանն էր եւ Մուշեղ Լալայանի հետ փորձեցինք մեր բուհերից մեկում մտցնել ցեղակրոնությունը կամ Նժդեհի փիլիսոփայությունը որպես հատուկ կուրս։ Այդտեղ իսկ որպեսզի դա արվեր, պիտի գիտական խորհուրդ հաստատեր։ Գիտական խորհրդի զգալի մասը դեմ կանգնեց, մեղադրելով
Գարեգին Նժդեհին ռասիզմի մեջ, որ չի կարելի մեր ուսանողությանը երիտասարդության Նժդեհի միջոցով ռասիզմ քարոզել դա։ Դե համոզված եք այդ ժամանակները արդեն անցել են, բայց դա բարեբախտաբար անկախության շրջանի վերաբերող էր, բայց այն գիտ կոմունիզմի մասնագետները դեռ ամենակարող ու ամենուժեղին, այնպես էլ մեզ դա չհաջողվեց իրականացնել։ Ուրեմն ասել նստվածքը դեռ շատ է, էլի։ Հարգելի հեռուստադիտողներ, կրկին ընդմիջում կատարենք եւ ծանոթանանք Նժդեյան մտքի ասույթներին եւ կրկին կվերադառնանք մեր տաղավար։ Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժի մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։ Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ։ Ամեն մեկ ես հանցավոր ապստամբը, ամեն մեկ եսականություն, բարոյական մահափորձ մնե այն մեծ ամբողջին դեմ, որ ազգ կկոչենք։ Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բասկի ուժը չզգար։ Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված եւ հայրենիք։ Նա ով ընդունում է Աստծո գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց։ Ազգ, հայրենիք, պետություն։ Չկա կյանքն ազգին եւ հայրենիքին պատարակելու չափ մեծ երջանկություն չկա աշխարհում։ Ներիր, Տեր, ներիր։ Եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղան չեմ քո դեմ։ Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել։ Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից։ Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը։ Մենք ավելի քան բոլորը։ Երբ թրկությունն այսօր կաշվից դուրս է գալիս, սրբերում մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա եւ հարց եմ տալիս. պիտ կարողանաս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Ոչ, նրա փոխարեն պատասխանում է իրականությունը։ Ազգային ոգի, ահա գերագույն հերոսը, միակը մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը։ Հայաստան, նա ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ եւ վաղը պիտի չուզենա մեռնել, քո զավակը չէ, հայ չէ։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ ներկայացրեք հայի բնավորության այն գծերը Նժդեյան բնորոշմամբ, որոնք են հայի բնավորության գծերը։ Եվ դրական, եւ նաեւ ինչու՞ չէ, եթե կան բացասական առումներով։ Վերջերս հոդված էի պատրաստում հայի ինքնության վերաբերյալ, թե որտեղ պիտի հայը իր ինքնությունը որոնի, եւ սկսեցի որոնել բնավորության գծերի մեջ։ Հայը կարող է իր բնավորությամբ ներկայացնել հայի ինքնությունը, եւ որպեսզի կարողանամ հարցին պատասխանել, սկսեցի որոնել պատասխանները մեր մեծերի գործերում եւ գտա հսկայահետարքիր ասույթներ, արտահայտություններ, նաև Գարեգին Նժդեհի մոտ, որոնք բնութագրում են հային եւ լավ տեսակետից եւ վատ տեսակետից։ Մանրամասը ներկայացնեմ լավը, շատ ավելի համառոտ վատը։ Ուրեմն հայի բնավորության կարևորագույն գծերն են ըստ Նժդեհի բարոյական եւ մտավոր լրջությունը, որն ամենից առաջ ենթադրում է ծանրախոհություն։ Էության բերումով հայն իր գոյությանը տալիս է որոշ սրբացում եւ նպատակ, ձգտելով իմաստավորել այն եւ կատարելագործելը։ Հայը իդեալի ժողովուրդ է, իսկ իդեալը ընդհանրում է հոգու խռովք, նպատակասլացություն, լավագույնի կարոտ։ Հայը համոզված է, որ աշխարհում մարդուն տրված չէ միայն վայելելու, այլ նաեւ կատարելագործելու, բարելավելու։ Առաջնորդելով այս աշխարհամբռնմամբ հայ իր հարևանների միջավայրում բոլորից վաղ մարդկայնացավ։ Հային ծանոթ չէ չարակամության ուրախությունը, նա չարախինչ չէ, ցանկանում է տեսնել իր թշնամու պարտությունը, բայց ոչ երբեք դժբախտությունը, շատ տակիր է։ Հայ նախանց չէ, հայ աչքակուշ ժողովուրդ է, հայն իրեն ավելի բարձր է զգում, քան իր երկրին իշխողները, նրան խորթ է ստրկական երկյուղը, հային բնորոշ է շինարարական տենչը, հայն ավելի շատ պարտականության, քան երջանկության ձգտող էակ է, այդ պատճառով նրա բարոյականությունը երջանկապաշտական չէ։ Հայ սահմանակից է իդեալականին, սրբազանին, հավերժին եւ նրանց շունչը խառնելով իր առօրյական կյանքին, դրանով սնել է իր ստեղծագործական ավյունը։ Հավերժանալ արարելով, ստեղծագործելով, ահա հայկականը, չափազանց հայկականը։ Դա է պատճառը, որ հայը ոչ միայն վարել է իր անհավասար գոյամարտը, այլև հարուստ ստեղծագործությամբ փառավոր էջեր բացել համաշխարհային մշակույթի պատմության մեջ։
հայը սոցիալապես առողջ է, արդար, իդեալիստ, ցեղորեն հպարտ, ծուլություն չսիրող, բարոյական զգացումով, ազգայնորեն զգաստ, ճշմարիտ տղամարդ է, հայավորակի ազգ է, ստուգության մեջ օտարի լծիտակ անգամ եղել է ազգայնորեն բարոյականով զորավոր ժողովուրդ։ Շնորհակալություն։ Այսինքն, պարոն Սարգսյան, կարող ենք ասել, որ Նժդեյան բնութագրումները արդյունք էին ոչ միայն նրա տեսական մտքի, այլև այդ ամենը ամրապնդված էր նրա կենսագործունեությամբ, հատկապես ռազմական ոլորտում տարած հաղթանակների, այսինքն այդ ամենը փուչ օդից վերցված բնութագրիչներ չէին։ Խորապես ճանաչել է իր ժողովրդին, խորապես ճանաչել է իր ժողովրդին, եւ կարողացել է այդ ճանաչողության մեջ տեսնել եւ այն դրական, որ բնորոշ է ժողովրդին, ինչպես տեսնում եք, հրաշալի գծեր են, ուր եթե մեր ժողովրդի մի զգալի մաս այդ գծերի գոնե 90%, 60% գուցե ունենար։ Շատ բարի։ Պարոն Սարգսյան, եւս մեկ կարևոր լավ, բացասականը թողնենք։ Բացասականը չենք ասի։ Պարոն Սարգսյան, եւս մեկ կարևոր հարցի անդրադառնանք։ Եկեղեցու կրոնի նկատմամբ Նժդեյան գաղափարախոսության վերաբերմունքը։ Հավանաբար նկատի ունեք ցեղակրոնության եւ քրիստոնեության առնչությունների հարցը։ Այո։ Ուրեմն այս հարցը եւս կնճռոտ հարց է, կա այն մոտեցումը, որ Նժդեը հեթանոս է, հեթանոսության կողմնակից է եւ հանդես է գալիս քրիստոնյա մերժության դիրքերից, կա հակառակ տեսակետը, առհասարակ կասեմ Նժդեը ինքը համադրական, այսպես ասենք, մտածող էր, հետազոտողներից մեկը մի շատ լավ համեմատություն էր անում, ասում էր նա կարողանում էր իմացության տարբեր աղբյուրներից իր համար կենարար նեկտարը դուրս բերել մեղվի պես եւ ստեղծել իր ազգաշունչ, մարդաշունչ փիլիսոփայությունը։ Ցեղակրոնության ապա քրիստոնեականացման օգտին բերվող փաստարկներից մեկն այն է, որ Նժդեը 20-ական թվականներին գրված Քրիստոֆոր Միքայելյանի դամբանականը ճառի շրջանակներում այսպիսի արտահայտություն կա, ով էր քեզ ասում հավատայր ցնորապաշտ նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին։ Իդեպ ասեմ հրատարակություններից մեկում անգամ վսեմ բառն էր հանված։ Միայն վտանգավոր խոսքներ մնացել եւ շատերը ասում են, ըհը, տեսեք, սա Նժդեի վերաբերյունքի լավագույն արտահայտությունն է, բայց սա համատեքստից դուրս մեկնաբանություն էր, ինչու, որտեղ այդտեղ տեղի ունենում երկխոսություն Հավաքավար Խաչատրյանի եւ այսինքն հայ ժողովրդի եւ հանցավոր ու անտարբեր մարդկության, հանցավոր ու անտարբեր մարդկությունն է ասում, ով է քեզ ասում հավատայր ցնորապաշտ նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին, որպեսզի Նժդեի վերաբերմունքը հասկանան քրիստոնեության, Քրիստոսի նկատմամբ, հենց դիմենք Նժդեին, հայի հոգեբանական նկարագրի եւ քրիստոնեության առնչությունների հարցը բարձրաբանելու համար, ընդհանրապես Նժդեյան երկու դատողություններ ասեմ, որոնք կարծում եմ ընթերցողի հերոստատիտողի համար բավականին օգտակար կլինեն։ Ոգու կրոն էր քրիստոնեությունը եւ այդ իսկ պատճառով նրա գիրկը նետվողներից եղավ առաջինը եղավ հայ ժողովուրդը իբրև ոգու ժողովուրդ։ Այսինքն Նժդեյան ուսմունքը եկեղեցու եւ քրիստոնեության նկատմամբ բացասական տրամադրություն չունի։ Հա, բացարձակ չունի եւ ասում եմ եւ եթե կա մի արդեն ամփոփիչ խոսք ասեք։ Ես քանի որ այսօր երիտասարդության թեման էլ շրջանառության մեջ դրվեց, երիտասարդության հետ կապը կցանկանայի Արթուր Շոպենհաուերի խոսքերով ավարտել։ Ելույթս Շոպենհաուերը ասում էր, թե ծերության տարիներին չկա ավելի լավ մխիթարություն, քան այն բանի գիտակցումը, որ երիտասարդ տարիները նվիրվել են մի գործի, որը երբեք չի ծերանում։ Կցանկանամ, որ մեզանից յուրաքանչյուրը երիտասարդ տարիները ծառայեցնի այնպիսի գործի, որ հետագայում իրավունք ունենա վաստակել մխիթարված ծերություն ունենալու իրավունքը։ Շնորհակալություն։ Այժմ անկախ պետականության պայմաններում առաջնահերթ խնդիր համարելով վերջինիս զարգացումը եւ հզորացումը, որպես դրա միակ ճանապարհ անհրաժեշտ է առաջնորդվել ազգային գաղափարախոսությամբ։ Հենց դա է ժամանակի արտաքին վտանգներին դիմակայելու եւ ներքին խլրտումներին վերջ տալու պահանջը, այն իրականությունը, որից խուսափել մենք չենք կարող եւ որը այլընտրանք չունի։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը նվիրված էր Գարեգին Նժդեին, հաջորդ հաղորդմանը կներկայացնենք Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։